Успех построен на любви. Лебо Голд. Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանի գից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանի։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն Դավիթ։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք։ Ձեզ սպասում էի։ Ինչպես է տրամադրությունը։ Հրաշալի։ Ձեզ որ տեսա ավելի լավ։ Շնորհակալություն։ Կարծես թե ժամը դեռ աշխատանքային է, բայց դուք կարողացաք մեզ հյուրընկալել։ Այո։ Աշխատանքի չեք։ Ես աշխատում եմ տանից ու հիմնական իմ աշխատանքը իրականացնում եմ այս սեղանի շուրջ, այնպես որ ես չունեմ այդպիսի աշխատանքային ստանդարտ գրաֆիկ, որով ապրում են մարդիկ։ Իմ աշխատանքը ավելի շատ լինում է հենց շաբաթ-կիրակի օրերին, այնպես որ եկել եք իմ ազատ օրը։ Դավիթ, երբ ուսումնասիրում էի ձեր սոցիալական էջը, տեսա գրված հետևյալը. Կառավարման մասնագետ, գրողի տարած մարքեթինգ մոտիվացիա գրքի հեղինակ եւ մանրամասները ներքևում։ Այո։ Սրանք այն 3 կետերն էին, որոնք ձեր մասին տալիս էին ինֆորմացիա։ Ինչ ասել է կառավարման մասնագետ։ Դուք կառավարում եք ֆինանսներ, կառավարում եք որպես պետական կառավարիչ եք հանդես գալիս, թե կառավարում եք կոլեկտիվներ։ Ես հիմնականում կենտրոնացած եմ անձնակազմեր կառավարելու վրա, քանի որ իմ մասնագիտությունը հենց կառավարումն է։ Ես սովորել եմ կառավարում Եվրոպական համալսարանում, որից հետո ինքնուս արդեն զարգացրել եմ այդ ուղղությունը եւ նոր մասնագիտություն ձեռք բերեցի նրանով, որ սկսեցի ուսումնասիրել մարդկային վարքաբանություն, որի շնորհիվ ինչ որ նոր բան սկսեցի տալ եւ գրքի տեսքով եւ իմ մասնագիտական գործունեության տեսքով։ Գրքի մասին խոսենք։ Ինչը ձեզ ստիպեց, որ ձեր մտքերը հանձնեք թղթին, այնուհետև դատապակեք։ Գիրքը բերեմ ես, գիրքը բերեք գիրքը, բայց նաև կխնդրեմ, որ պատմեք պատմությունը։ Պատմությունը հետեւյալն է։ Ես թույլ տվեք սա ցուցադրել մեզ դիտողներին։ Ես իմ բնավորությամբ առհասարակ սիրում եմ շատ տարբեր բաների շուրջ խորանալ։ Ես մակերեսային այդպիսի գրականություն շատ եմ կարդացել, իդեպս վերջերս Civilnet-ի հետ կապված մի հատ հետաքրքիր ռեպորտաժ էր, որտեղ հենց մոտիվացիոն գրքերի հետ կապված ուսումնասիրում էին ու որպես 2024 թվականի ամենաշատ վաճառված մոտիվացիոն գիրք ինձ հրավիրել էին ռեպորտաժի ու ես այնտեղ պատմեցի, որ ես առհասարակ դեմ եմ մոտիվացիոն գրքերին, ինչից հետ չեմ կանգնում առ այսօր։ Իմ գիրքը առաջին հենց տողից պատմում է նրա մասին, որ մենք մոտիվացիան չգիտեինք ինչ է ու բավականաչափ չենք խորացել այդ բառի եւ այդ երևույթի էության մեջ ու փաստացի ամեն օր օգտագործում ենք այդ բառը, փորձում ենք դա գտնել այս կյանքում եւ այդպես շարունակ։ Ես գրեցի այս գիրքը նրա համար, որպեսզի շիրպատրիապ գիրք լինի, որը որ լայն հասարակությունը կկարդա եւ կպարզ լեզվով կհասկանա ինչ է իրականում մոտիվացիան եւ ինչ է պետք անել դրա մասին, որովհետեւ մոտիվացիայի շուրջ կան շատ միֆեր, շատ թյուր կարծիքներ ու տեղեկություններ, որոնք մարդիկ տենց փորձում են իրենց կյանքում կիրառել, օրինակ հայելու առաջ կանգնել ու վիզուալիզացնել ու դա իրենց կբերի իրենց հաջողություններ կամ մտածել ու այդ միտքը արդեն իրենց ինչ-որ բան կբերի իրենց կյանք, դրանք բնականաբար միֆեր են եւ այդ միֆերը բոլորը կոտրում եմ իմ գրքում, փորձելով խորանալ մարդու վարքի մեջ, մարդու արարքների մեջ։ Դավիթ, դուք ասացիք, որ դեմ եք մոտիվացիոն գրքերին
Ես ցավոք սրտի չեմ հասցրել դեռևս ընթերցել այս գիրքը, ես հուսով եմ, որ դուք մեզ կնվիրեք այս գրքից մեկ օրինակ եւ հնարավորություն կունենանք ընթերցելու, բայց ամեն դեպքում ուզում եմ հասկանալ, դուք դեմ եք մոտիվացնող գրքերին եւ այս գիրքը ոչ թե նրա մասին է, որ պետք է գրքերով մոտիվացվել, այլ արարքներով, ճիշտ հասկացա։ Ես դեմ չեմ մոտիվացիոն գրքերին, ես դեմ եմ մոտիվացվելուն գրքերով, որովհետև մոտիվացիոն գրքերը օգտակարություն բնականաբար պարունակում են։ Մարդը ով առաջին մուտքն է գործում հասուն կյանք, բնականաբար իրեն լավ կլինի որոշ գրքերի միջոցով ծանոթանալ շատ պրիմիտիվ բազային բաներին, բայց երբ այդ գրքերը դառնում են մարդու համար կյանքի ուղեցույց 30-40 տարեկանում, դա ոչ ադեկվատ է, որովհետև իրականությունը լրիվ այլ է, լրիվ այլ օրենքներ են գործում այնտեղ։ Ես փորձել եմ գրել գիրք, որը ցույց կտա այլ տեսանկյուն եւ ավելի հիմնավորված կարծիք կամ հիմնավորված պատասխան են հարցին, թե ինչ է մոտիվացիան։ Գրքով ես փորձում եմ մարդուն հասկացնել ինչն է իրականում իր մեջ ձևավորում որևէ բան անելու ցանկություն եւ նույնիսկ չանելու, որովհետև մենք որպես մարդ, բիոլոգիական տեսակ, բնականաբար չենք կարող դուրս լինել մեր կենսաբանությունից եւ որոշել, որ մեր հավատը բավական է, որ մեր մոտ ինչ-որ բան ստացվի։ Մեր բոլոր որոշումներում ներգրաված է մեր ուղեղը։ Մենք պիտի ճանաչենք մեր ուղեղը ինչպես է այդ պրոցեսները կատարվում, որ որոշում է գեներացնում։ Ինչ է պետք դրա համար արտաքին աշխարհում որ լինի, ինչ է պետք մեր ներսում որ լինի։ Այդ ամենը ես գիտական ուսումնասիրությունների միջոցով, որոնք հղումներ եմ կատարում գրքում, որոնք ուսումնասիրելուց հետո ես տալիս եմ պատասխան, որ Ժորժ ջան, եկեք բան անենք, էլի պայմանավորվենք, որ մոտիվացիան սա է, սա սպառիչ պատասխանը չէ բնականաբար, մոտիվացիան շատ մեծ ոլորտ է, որ ես կարողանամ 300 էջով պատասխան տալ բնականաբար, բայց փորձել եմ ինչ-որ գոնե ես խոստովանում եմ միշտ, որ դա մակերեսային պատասխան է, բայց գոնե որևէ պատասխան է, այսինքն հույս չեմ տալիս մարդկանց, բայց տալիս եմ պատասխան, ասում եմ վերցրեք սա օգտագործեք։ Որոշներիդ մոտ կաշխատի եւ կհասնեք որևէ բաների եւ որոշներիդ մոտ չի աշխատի եւ չեք հասնի որևէ բանի, բայց այն որ չեք հասնի, դա գրքի մեղավորությունը չէ, որովհետեւ ի սկզբանե ես ֆիքսում եմ, գիրքը չի բերի ոչ մեկի հաջողության եւ աշխարհում ոչ մի գիրք ոչ մեկի հաջողության չի էլ բերել։ Ով կամ ինչն է եղել ձեր մոտիվացիան։ Լավ հարց է։ Ես հաճախ ինքս իմ մեջ մտածում եմ այդ մասին, ինչն է ինձ ստիպում անել այն, ինչ ես անում եմ։ Կոնկրետ գիրք գրելու մասին, երբ միտքը եկավ, ես հենց կոնկրետ գիրքը գրելու պրոյեկտը, որ տենց փորձեմ վերլուծել, ինչպես է իմ մեջ մոտիվացիա առաջացել, կա sense մի բան, օրինակ եթե դուք գիտեք, որ որևէ տեղ հրդեհ է եւ դուք բարոյական նորմալ մարդ եք, բարոյապես, դուք կփորձեք օգնել մարդկանց ասելով, որ Ժորժ այստեղ օրինակ կամ այս թունավոր է, այս մի կերեք կամ այստեղ այրվում է ու մի գնացեք այն կողմ։ Ես տեսնելով, որ որևէ բան խնդիր է, հասկանալով այդ խնդիրը, տեսնելով ամեն ինչ վերևից, փորձեցի մարդկանց չէի կարող չասել, sense իմ գիրքը սկսեց սեմինարներով։ Ես սկզբում ստեղծեցի սեմինար, որը անցկացնում էի ու որը ոչ ստանդարտ մոտեցում էր ցույց տալիս մոտիվացիային։ Հետո հասկացա, որ չեմ կարողանում 3-4 ժամ փոխանցել մարդկանց այն ամենը, ինչ որ կա այդ ոլորտում։ Եվ որոշում կայացրեցի գրքով փոխանցել դա, այդ միջոց էր ուղղակի գիտելիքը փոխանցելու, ֆիքսելու ինչ որ կերպ ու առաջի բանը որ արեցի այն ինչ որ ես գրել եմ իմ գրքում։ Գրքում, եթե դες փորձեմ ռեզյումե անել մի նախադասությամբ, մոտիվացիան այն է, ինչը որ քեզ պարտավորեցնում է անել այն, ինչը դու անգամ չես ուզում անել, որովհետև հաճախ դու կարող ես դա չուզել, բայց հանգամանքներ քեզ ստիպեն դա անել։ Այդ դա իրական մոտիվացիան է։ Երբ դու քո դրական տրամադրվածությունն ու ստրեսը էական չի, դու միևնույն է դա անում ես։ Այդ դա մոտիվացիան է իրական։ Ես ինձ դրեցի իրավիճակի մեջ, որում չէի կարող չգրել։ Ես խոստացա իմ ամբողջ լսարանին, բոլոր իմեջերով, որ նոյեմբերի 26-ին 2023 թվականի կլինի իմ գրքի շնորհանդեսը եւ բոլորիդ հրավիրում եմ։ Ու այդպես ես մի տարվա ընթացքում թղթին հանձնեցի, ավելի ճիշտ համակարգչին, հետո թղթին հանձնեցի այն, ինչը կար այստեղ։ Պարզ է, շատ սպառիչ պատասխան, այնքան սպառիչ, որ եկավ հաղորդման այն հատվածը, որ պետք է հարցնեմ, լավ, ամեն դեպքում քաղցած ենք, ինչ եք պատրաստելու մեզ համար։ Այո, ես ճիշտ ասած մեծ մենյու չունեմ, ինչ կարող եմ պատրաստել, ես մտածում եմ, մի լավ տղերքով նստած ենք լինելու, ինչ կարելի է ուտել, ինչ են սիրում տղամարդիկ։
Հետո հասկացա, որ ամենահաճախը հանդիպում ենք հենց տապակած կարտոֆիլին, կարտոշկա ժարիտին մեր սիրած, այո։ Եվ հիշեցի իմ բանակային տարիները, ես խորհրդանշական էր, որ հենց որոշեցի դա պատրաստել, որովհետև ես բանակային տարիներին 20-ամյակը երբ որ նշում էինք, մեր ձեռքի տակ ինչ կար, դրանով ինչ որ մի բան պիտի պատրաստեինք։ Մեր ձեռքի տակ կային ճակերտների, հիմա չեմ բացի ինչ, շուտով կբացենք, եւ դրանով ես պատրաստեցի մի հատ նոր տեսակի տապակած կարտոֆիլ, որը շատ համով էր, մենք այդ օրը իմ ամբողջ կյանքում այդ համը մինչև հիմա տպավորվել է, պարբերաբար թարմացնում եմ, երբ որ պատրաստում եմ, ու հետո փորձեցի տենց ընկերներիս էլ համար պատրաստել եւ այլն, պարզվեց, որ բավական հետաքրքիր տապակած կարտոֆիլ եք այսօր մեզ համար պատրաստելու։ Այո, շատ հասկանանք ինչ է սպասվում մեզ, ինչ կերպով եք տապակելու, որ վերջապես կկշտանանք։ Հետաքրքիր է, գնումներ ունենք կատարելու։ Հա, թեթև բաներ ունենք վերցնելու, որովհետև մի փոքր նախապատրաստական աշխատանք ես արել եմ, բայց բաներ կան, որոնք որ պետք է վերցնենք։ Դե գնանք խանութ գնումներ կատարելու, եթե դեմ չեք։ Բայց մինչև կգնանք գնումների, սա իհարկե չէին սպասում էլ չի, սա քաղցած չէին սպասումն է, բայց չեմ կարող չանդրադառնալ էլի սրան։ Եթե դրսևորում եք կամքի ուժ, ապա արդյունքում ձեզ զգում եք ավելի քիչ բավարարված։ Այո։ Այսինքն կամքի ուժ չդրսևորենք։ Ես երկու բառով մինչև ձեզ պատասխանելը մեկնաբանեմ, ինչու է սա այսպես։ Ես ստեղծագործ մարդ եմ, իմոց մեկ էլ պայտակ միտք եկավ, պիտի դա արագ գրեմ, ֆիքսեմ ինչ-որ տեղում ու հաճախ են մտքերը, որոնք որ կարևոր են, ես իմ հենց առաջ եմ ֆիքսում, որ ես նստած աշխատելուց անընդհատ դրանք տեսնեմ։ Օրինակ, այստեղ եթե նկատեցիք positive thinking-ի մասին էլ եմ գրել ինչ-որ բաներ, ինչ էր գաղափարը։ Ես ուսումնասիրում եի կամքի ուժը ու եկավ գաղափար, որ եթե դու կամքի ուժ ես դրսևորում, այսինքն անում ես որևէ բան, որը չես ուզում անես։ Կամքի ուժ պետք է բոլոր այն բաների համար, որոնք դուք չեք ուզում օրինակ անել։ Եթե դուք ուզում եք վազել արոտը, ձեզ պետք չի կամքի ուժ դրսևորել, որ գնալ դա անել։ Հետևաբար ուսումնասիրեցի ու հասկացա, որ եթե մենք կամքի ուժ ենք դրսևորում, ասես զոռում ենք մեզ որևէ բան անել, որը որ չենք ուզում, ամենայն հավանականությամբ կհասնենք մի կետի, որտեղ մենք մեզ բավարարված չենք զգա, որտեղ մենք ներքին ցանկություն չունենք։ Սպառիչ էր եւ մի բան էլ ցուցադրեմ, ահա, Դավիթ, անկախ եւ հարուստ։ Այդ երեք կխոսենք այս անկախության եւ հարստության մասին, հիմա գնանք գնումներ կատարելու։ Դավիթ, հասանք բակ եւ ժամանակն է որպեսզի ուղևորվենք գնումներ կատարելու։ Ունեք արդյոք փոխադրամիջոց։ Ես մեքենա չունեմ։ Բա ասում եք անկախ եւ հարուստ։ Անկախ եւ հարուստ, այո։ Անկախ եւ հարուստ այնքան, որ մտածում եմ մեքենա միանգամից վարորդով։ Այդքան հարուստ նույնիսկ եւ այդքան անկախ։ Միանգամից վերևից պետքա վերցնելուց։ Ինչն է պատճառը, որ չունեք մեքենա։ Ես տեխնիկական մտածողությամբ մարդ եմ։ Մեքենա քշելը ինձ համար մեքենա վարելը ավելի շատ ծախս է, ավելի շատ զբաղմունք է ավելորդ, քան հաճույք։ Հետևաբար կարծում եմ, որ ավելի իմ դեպքում ավելի հարմար կլինի ես ժամանակավորապես օգտվեմ տաքսիներից, որովհետև այդպես ավելի շատ ժամանակ եմ խնայում, մինչ հանձնում եմ տեղ, որտեղ որ պետք է գնամ, այդ ընթացքում աշխատում եմ, հասցնում եմ զանգերի պատասխանել եւ այլն, ղեկին այդ ամենը հնարավոր չէ թույլ տալ։ Մեքենա վարել, բայց սիրում եք, թե նաև դա է պատճառը, որ չունեք։ Առանձնակի մեծ սեր չունեմ դրա հանդեպ։ Մեծ սեր չունեմ, որովհետև ինձ համար sense ասեմ, որքանով եք դուք օրինակ սիրում միաեղջյուրների, այդքան ես օրինակ Ես պաշտում եմ միաեղջյուրներին, այո, նույնիսկ որմս դեղերին եմ շատ սիրում։ Ես անտարբեր եմ, իմ համար ավելի կարևոր է ժամանակը խելամիտ օգտագործելը։ Այդպես։ Երբ զգամ, որ իրոք ասենք ժամանակս կկարողանամ այնքան կառավարել, որ մեքենան կայանելը, մեքենան սպասարկելը, սարքելը խնդիր չլինի, ամենայն հավանականությամբ կվերցնեմ մեքենա։ Դուք ամեն ինչը փորձում եք կառավարել նույնիսկ ժամանակը։ Իսկ հիմա ժամանակն է, որպեսզի տեղափոխվենք մեքենայի մեջ եւ կառավարենք մեքենան։ Կխնդրեմ դուք մյուս կողմից մուտք գործեք մեքենա։ Ես գործընկերոջս համար կարծում եմ կբացեմ դռնակը, որպեսզի կարողանան նույնպես նստել եւ ընթացքում բացել բոլոր դռները մեզ համար, շնորհակալություն։ Դավիթ, հաճելիորեն զարմացած եմ ձեր աննշան, բայց շատ կարևոր ժեստից, դուք նույնիսկ յետևում ամրակապվեցիք։ Այո։ Դա մեր իրականության մեջ այդքան էլ ընդունված չէ։ Կխնդրեմ մանրամասնել, ինչն է պատճառը։ Դա էլ կյանքը կառավարելու ինչ որ միջոց է։ Ես մի անգամ հիշում եմ նստեցի տաքսի, հետևում կապեցի ամրագոտիս, այս վարորդը ասաց առաջին անգամ եմ տեսնում, որ մարդ հետևում ամրագոտին կապի ու շատ հաճելիորեն զարմացած եմ, հա։ Ես թանկ եմ գնահատում իմ կյանքը ու դրա համար աշխատում եմ, եթե ես տեղյակ եմ որևէ կանոնից, դա պահել։
հետաքրքիր պատասխան էր։ Առհասարակ մենք ցանկացած ուղևորության ընթացքում մեր հյուրերին տալիս ենք այս հարցը եւ դուք նույնպես բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Հայաստանում շատ բան կարելի է փոխել, որ լավ բան դառնա մեր կյանքը, բայց եթե պետք է նշեմ մեկը, ես մեծ սոցիալական ծրագիր կանեի կրթության բարեփոխման համար, որովհետև մեզ մոտ չնայած նրան, որ շատ են խոսում կրթության կարևորության մասին, բայց կրթությունը այնքան բավականաչափ աջակցություն չունի, որքան պետք է ունենար։ Երևանում կրթական մակարդակը իհարկե տարբերվում է մարզային կրթական մակարդակից։ Ինչ խորհուրդ կտաք, ինչ կարելի է անել, որպեսզի մարզերում նույնպես կրթության մակարդակը գոնե մի փոքր մոտ լինի երևանյան կրթական համակարգին եւ մակարդակին։ Իմ սեփական դիտարկումներով ասեմ, մեծ տարբերություն չեմ նկատում, որովհետեւ հաճախ գնում եմ մարզեր, սեմինարներով եւ դասախոսություններով ու տարբերություն չեմ զգում մարզերի երիտասարդների կամ մեծերի ինտելեկտուալ կարողությունների կամ տեղեկացվածության միջև։ Էական մեծ տարբերություններ չկան։ Հիմա արդեն ժամանակներ այնպես են փոխվել, որ մենք թվային սարքերի միջոցով, գadgetների միջոցով ունենք հնարավորություն ինֆորմացիային հասանելի լինել լայվ տարբերակով ցանկացած կետից։ Էական չէ մեր տեղակայման վայրը մարզ է թե քաղաք։ Հետևաբար կարծում եմ, որ այդ խնդիրը մի քիչ ուռճացված է ու իրականում այդպիսին պրոբլեմ մենք չունենք այս պահին, ուղղակի մարդու ցանկության հարց է։ Միտեղ մարզում մարդը ուզում է զբաղվել գյուղատնտեսությամբ ավելի շատ ու դրա համար օրինակ չի զբաղվում օրինակ ժամանակակից տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ կամ կրթության խորացմամբ, բնականաբար այդ մարդուն պետք չի էլ անում էլի։ Այսինքն այն փաստը, որ բուհերի մեծ մասը կենտրոնացված է հիմնականում Երևանում, դա չի կարող հանդիսանալ խնդիր կրթական մակարդակի, ճիշտ եմ հասկանում ձեր մեկնաբանությունը։ Տեսեք, ես այդ մասով պետք է ինչ-որ մասնագետներ զբաղվեն, ովքեր քաղաքային կյանքի կազմակերպմամբ են զբաղվում, այստեղ տարբեր հարցեր կան, որ նախ այն, որ Երևանում են գտնվում հիմնականում համալսարանները, չի ստիպում մարդկանց չսովորել, որովհետև մեր Երևանի ուսանողության մեծ մասը մարզերից են հենց։ Ու այսօր մենք շատ տարբեր շերտերի ու շատ տարբեր մարզերից մարդկանց ենք տեսնում, նույնիսկ սոցիալական ու ֆինանսական վիճակն էլ մարդկանց չի խանգարում այսօր գալ Երևան ու սովորել։ Հնարավորությունները բազմաթիվ են, աջակցության ծրագրեր կան եւ այդպես շարունակ։ Կարծում եմ սա ավելի շատ ձուլված մշակութային վիճակում է գտնվում, քան տենց շատ հստակ տարանջատումներով, էլի որ մարզերում էսպես է, Երևանում էսպես։ Հիմա ավելի ձուլված է ամեն ինչ։ Շնորհակալություն, մենք հասանք, Դավիթ։ Հասանք։ Այո, զրույցը այնքան հաճելի էր, որ նույնիսկ չհասկացանք, թե ինչպես անցանք այս ճանապարհը։ Կհանդիպենք արդեն խանութի տարածքում։ Այո։ Դավիթ, արդեն խանութի դիմաց ենք, ժամանակն է որպեսզի գնումներ կատարենք, բայց մենք մեր դիտողների համար դեռևս չենք բացահայտել, թե ի վերջո ինչ գաղտնի բաղադրիչներով ենք պատրաստելու տապակած կարտոֆիլը։ Հիմա ասեմ, ասեք։ Ուրեմն գլխավոր տարբերությունը համեմունքների մեջ է, հիմնականում տապակած կարտոֆիլ օգտագործելուց չի օգտագործվում համեմունք, հենց բուն կարտոֆիլը տապակում են, կանաչին լցնում են վրան ու ուտում են։ Ես ավելացնում եմ սխտորի փոչի, որը լրիվ փոխում է ամեն ինչ, համադրվելով տուշոնկայի հետ, շոքեխաշած մսի։ Այո, շոքեխաշած մսի, հայերեն ասում։ Երբեք չէի մտածել, որ կարող է հայերեն լինել այդ բառը։ Եվ համը ստացվում է պրոստը ֆանտաստիկ ուղղակի, հեսա որ փորձեք ավելի գնանք խանութի ներսում իրականացնենք մեր նկարահանումները, բայց ընթացքում խնդրում եմ նշեք ինչ է անհրաժեշտ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ է անհրաժեշտ մեզ, Դավիթ։ Մեզ անհրաժեշտ է կարտոֆիլ։ Այո։ Ես կարտոֆիլ կվերցնեմ։ Նոր թե հին։ Մեզ նոր ու հինը որն էր։ Նորը դիմացն է դրված։ Նորն է, հա։ Այո, թարմ կարտոֆիլ, այսպես ասած։ Եկեք թարմը վերցնենք։ Թարմ կարտոֆիլ։ Եվ լոլիկ ասացիք։ Լոլիկ, վարունգ, որպեսզի աղցան պատրաստենք հետը։ Ձեր գնումները դուք եք կատարում ձեզ համար, թե ամեն դեպքում կա մի մարդ, ինչպես վարորդը, ով ձեզ համար կատարում է գնումներ։ Սովորաբար ես, դա ոնց որ զողողություն է, որին ես ստիպված եմ գնալ։ Կա ինչ-որ բան, որ անում եք ստիպված նույնիսկ։ Այո, այո։ Երբ սոված ես, երբ ստամոքսդ պահանջում է, ես կարող։
Ահա, ձեզ առաջարկում են նաև քաղցած ժամանակ այցելել այստեղ, ձեր քաղցը հագեցնելու։ Լոլիկ, վարունգ, վերջ։ Լոլիկ, վարունգ եւ վերջ։ Դե կհանդիպենք արդեն դրամարկղի մոտ, Դավիթ։ Այո։ Չէ, տեսեք մարքեթինգ էր իրականանում հենց այս պահին։ Սա կոչվում է cross-selling, երբ որ խաչաձև վաճառք է իրականացվում, օրինակ մարդը գնում է հեռախոս, հետո առաջարկում են case, հեռախոսի հետ կարող են առաջարկել նաև վրայի պաշտպանիչ շերտ, այդպես։ Սա կոչվում է cross-selling, եթե աղցան ես պատրաստում, կարող է բիբարել մեջը լինի։ Սա էլ իմացանք։ Դե կհանդիպենք արդեն դրամարկղի մոտ, Դավիթ։ Շատ լավ։ Դավիթ, մեր ընդհանուր գնումները կազմում են 1290 դրամ եւ առաջարկում են, որպեսզի հաղորդման շրջանակներում մենք վճարենք ձեր փոխարեն։ Առաջարկը ընդունված է, բայց կարող եմ ես առաջարկ անելի պատասխան ձեր Սիրով համեցեք։ Կարող եմ ես վճարել։ Իհարկե։ Շնորհակալություն։ Ոչինչ քարի վրա ամրագրված չէ։ Ամեն ինչ բանակցությունների արդյունքում։ Մենք դեռ բան արդյունքում ունենք էլի գնելու, չէ՞։ Մենք դեռ տուշոնկա պետք է գնենք, ավելի ճիշտ շոքեխաշած միս պետք է գնենք։ Այո, ինչը այստեղ ցավոք սրտի չկարողացանք գտնել։ Դա ինձ թվում է կարող եք դուք վճարել։ Բալանսավորեցիք ամեն դեպքում։ Եվ կլինի դեպքում։ услуга за услугу, ինչպես սիրում են ասել ռուսները։ Համոզեցիք, Դավիթ։ Եթե դուք բոլորին այսպես եք կառավարում, ապա ես խոսքեր չունեմ ասելու։ Շնորհակալություն։ Դավիթ, մնաց գլխավոր բաղադրիչը։ Այո։ Այն է շոքեխաշած միսը։ Ուղևորվենք շոքեխաշած մսի մոտ։ Բայց ինչպես հասկանում եմ, բանակային տարիներից հետո առաջին անգամ է սա կենցաղում պատրաստվելու, ճիշտ է։ Ոչ, հաճախ եմ պատրաստում։ Հաճախ եք պատրաստում։ Քաղցը հագեցնում եք հենց այդ տարբերակով։ Այո։ Դե վերցրեք շոքեխաշված միսը։ Այս չափսը մեզ հերիք է։ Այո։ Ուրիշ ոչինչ անհրաժեշտ չէ։ Ինձ թվում է հաճելա։ Չէ։ Ինձ թվում է տապակած կարտոֆիլի մեջ համը ուրիշ կլինի։ Շատ բարի։ Իդեպ դուք ասացիք, որ կադրից դուրս թթու եք սիրում։ Այո։ Ուզեք։ Ինչպես։ Թթու։ Թթու։ Հենց թթու։ Հենց թթու։ Թթու։ Իհարկե։ Բայց մենք արդեն կհանդիպենք դրամարկղում, Դավիթ, այդ դեպքում։ Դուք վերցրեք թթուն եւ եկեք։ Դավիթ, խոստացել էիք, որ պետք է այս ամենը մենք գնենք արդեն։ Այո։ Եվ համաձայն եք։ կկատարեմ խոստումս։ Շատ բարի, ընդհանուր գումարը կազմում է 2060 դրամ եւ մենք վճարում ենք ձեր փոխարեն։ Կխնդրեմ քարտով իրականացնել վճարումը։ Առհասարակ օգտվում եք կանխիկ թե անկախիկ վճարումներից։ Միշտ անկախիկ։ Անկախիկ, շատ բարի։ Վճարումը կատարված է, շնորհակալություն Դավիթ, կհանդիպենք արդեն ձեր խոհանոցում։ Դավիթ, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Ինչպես նաև նորույթ, ապակե փաթեթավորմամբ կարմիր աղացած քաղցր եւ կծու պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ, որը հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Իհարկե։ Հապա։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Ես խոսքեր չունեմ, հիացած։ Դա մեր մանկության կարգախոսներից է։ Դե մանկության կարգախոսը դարձավ արդեն իրականություն ձեր բնակարանում։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ շատ։ Դավիթ, սուրճի սիրահար եք թե ոչ։ Ես ամեն առավոտ պարտադիր տնից դուրս գալուց մեկ անգամ գոնե սրճում եմ։ Հրաշալի նորություն, որովհետև ձեզ բերել ենք Լեբո սուրճի աննկարագրելի համեղ տեսականին։ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ շատ։
Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք կգործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել, սիրով նվիրում ենք։ Ես իդեպ միշտ էլ Սլաբադա եմ օգտագործում, մենք որ իջնում ենք խանութ, միշտ նայում եմ, որ եթե չկա Սլաբադա, նույնիսկ խանութ եմ փոխում, որ գնամ գտնեմ այդ խանութում, որտեղ կա էլի։ Շնորհակալ եմ շատ։ Դավիթ, արդեն սկսել եք արարել խոհանոցում եւ ասել, որ չեք տիրապետում խոհանոցային նրբություններին, իհարկե կլինի հանցագործություն ձեր հանդեպ։ Երբանից սկսեցիք ինքներդ հոգալ ձեր մասին։ Դա սովորել եմ բանակից։ Գումարած դրան իմ ծնողները միշտ ինձ ազատություն են տվել ու շատ չեն խառնվել իմ առօրյայի կազմակերպման մեջ։ Ես ընդհանրապես այտենց աուտենտ եմ, էլի, իմ առումով այտենց տանը կարող եմ հանգիստ իմ հարթուկել իմ շորերը, պատրաստվել չէին սպասում հաղորդմանը եւ այդպես շարունակ։ Այնպես որ դասիրակությունն է ինձ թվում, հա, մեկ էլ բանակը, որ օգնեց այդ ամեն ինչը իրականացնել ռեալ փորձնական դաշտեր էլ ինձ համար։ Չգիտեմ, բարեբախտաբար թե ցավոք սրտի, բայց հիմնականում հասարակությունը այդ կառավարում բառին մի փոքր ավելի վատ է վերաբերվում։ Ես կցանկանամ ձեր մասնագիտական բացատրությունը այդ ամենին։ Մարդիկ առհասարակ վատ են վերաբերվում ցանկացած բանի, ինչի չեն հասկանում։ Վերջերս հաղորդում նկարեցինք ոդքասթ, իմ ոդքասթն է, որի ժամանակ ընկերոջս հետ Թոմաս Արաքելյանի զրուցում էինք աթեիզմից ու քրիստոնեությունից ու ելնելով նրանից, որ հասարակության մեծ մասը չգիտի ինչ է աթեիզմը, մեկնաբանություններում ուղղակի սարսափելի բաներ էին կատարվում։ Մարդիկ քննադատում ու մերժում են ցանկացած բան, որը չեն հասկանում։ Հետևաբար կառավարումը մասնագիտական տեսանկյունից եթե նայենք, մարդկանց համար դեղամիջոց է քաոսից փախնելու, որովհետև առանց կառավարման մենք կվերածվենք շիմպանզեների, չգիտեմ, կամ բայց նույն ձեր նշած շիմպանզեները իրենց մեջ որոշում են իրենց կառավարչին, այսինքն իրենց առաջնորդին։ Այո, մարդիկ նույնպես բոլոր պրիմատները խմբային արարածներ են, հետևաբար իրենք որևէ տեղ հավաքվելուց էական չի իրենք մարդու նման զարգացած ինտելեկտ ունեն թե ոչ, կազմակերպում են, ընտրում են առաջնորդի եւ ձգտում են ենթարկվել այդ առաջնորդին։ Այստեղ տարբերությունը մարդկանց խմբեր կազմելու նրանում է, որ մարդիկ ավելի մեծ խմբեր են կազմում եւ եթե խոսում ենք օրինակ շիմպանզեներից, այնտեղ ամենամեծ խումբը, որը իրենք կարող են կազմել, դա եթե չեմ սխալվում 25-ից 30, հա, շիմպանզեներից բաղկացած խումբն է։ Ռոբին Դամբար անունով մի հետաքրքիր գիտնական կա, որ փորձում էր ուսումնասիրել սոցիալական շրջանակների մեծությունը տարբեր արարածների մոտ, տարբեր կաթնասունների մոտ։ Շիմպանզեների մոտ դա 25-ներ, մարդու մոտ դա 200-ից 250 է, բայց այդ այն մարդկանց թիվն է, որ մարդը ընդունակ է մտքում պահել։ Այսինքն ես կարող եմ հիշել բնավորությունը, չգիտեմ, նախասիրությունները, ընդամենը 250 մարդու է։ Դա էլ այն դեպքում, եթե ես էքստրովերտ եմ։ Ավելի մի քիչ վատ պայմաններում բնավորությամբ եթե փակենք, մոտ 150-ի մեջ ենք սահմանափակվում, դա սոցիալական շրջանակն է, որի մեջ մենք կարող ենք տեղավորվել։ Բայց այստեղ հարցը այլ է։ Կառավարումը խնդիր է դառնում այն ժամանակ, երբ այդ խմբերը դառնում են 200, 250, 1000 եւ ավել մարդիկ։ Երբ այդքան մարդիկ հավաքվում են միտեղ, առաջանում են տարաձայնություններ, տարբեր կարծիքներ, տարբեր մարդիկ տարբեր ձև են տեսնում ինչ որ մի բանի լուծումը, հետեւաբար պետք է ինչ որ համակարգ, որպեսզի եւ բոլորին ստրկացնել, այսինքն չվերցնելու մեկի կարծիքով բոլորի համար որոշում կայացնել։ Նույնիսկ դեմոկրատական համակարգը կառավարման համակարգ է, որը ենթադրում է, որ կառավարման մեջ պետք է հասարակարգում, պետք է մարդկանց կարծիքը հաշվի առնել եւ մեծամասնությունը պետք է որոշի, ուր պետք է շարժվենք։ Կառավարման մեջ նույնպես կա դեմոկրատական կառավարման մեթոդ, կա միանձնյա ղեկավարման մեթոդ, տոտալիտար կառավարման մեթոդ կամ
Հոլոկրատիա օրինակ, որտեղ կառավարումը հիմնվում է միայն մասնագետների հիման վրա, այսինքն եթե ես քաղաքագետ չեմ, ես իրավունք չունեմ մասնակցելու ընտրություններին։ Իդեպ, երբ նշեցիք շիմպանզեների փորձարկման մասին, մի հետաքրքիր նյութ կար, որը Դավիթն էր հայտնաբերել։ Ահա։ Եվ փորձարկումը հետևյալն էր. կապիկների խումբը, որը պետք է բաղկացած լիներ հստակ քանակից, մի փոքր ավելացնում էին, եթե չեմ սխալվում, կրկնապատկում էին եւ կապիկները դառնում էին շատ ավելի ագրեսիվ։ Երբ նախատեսված քանակից ավելի պակասացնում էին, կապիկները դառնում էին շատ ալարկոտ եւ անտրամադիր։ Այս ամենը մարդկության հետ հնարավոր է որևէ կերպ պրոյեկցել, թե ոչ։ Այդ էքսպերիմենտի մասին ճիշտ ասած չեմ լսել, բայց կարող եմ դատել իմ մասնագիտական գիտելիքների սահմանում, այսպես, եթե մենք մարդիկ շատ մեծ թվով մարդիկ հավաքվում են որևէ տեղ, բավական է ընդամենը 3% մարդկանց կարծիք որևէ ուղղությամբ շեղվի եւ դա կարող է համավարակի պես տարածվել ամբողջ խմբի վրա։ Էական չի խմբի քանակը, որովհետեւ այստեղ մարդիկ ունեն սոցիալական կոնֆորմիզմի խնդիր։ Մենք ձգտում ենք մարդկանց հետ միավորվել, մարդկանց ձգտում ենք դարձնել մեր նման եւ նմանվել իրենց։ Դա ավելի շատ պայմանավորված է նրանով, որ մենք ունենք նաև բացի նրանից, որ խմբեր ենք սիրում կազմել, մենք նաև ունենք ողջ մնալու խնդիր։ Մարդիկ սիրում են նմանվել իրենց առաջնորդներին, օրինակ մենք ընտրում ենք խումբ, այդ խմբում ընտրում ենք առաջնորդ եւ այդ առաջնորդին ենք ձգտում նմանվել, որովհետեւ այդպես մեր շանսերը ողջ մնալու եւ կյանքում հաղթած դուրս գալու ավելի շատ են։ Կարծում եմ, որ մեծ թվով մարդիկ մեծ թվով խնդիրներ են ստեղծում, հետեւաբար ագրեսիան բնականաբար խմբում սկսում է մեծանալ եւ այո, ինձ թվում է մարդկանց մոտ նույնպես այդ խնդիրը կա, եթե օրինակ փոքր կազմակերպություններում կարելի է ղեկավարել ընտանիքի մոդելով, այսինքն ամեն մեկի հետ առանձին նստել, զրուցել եւ այլն, մեծ կազմակերպություններում դա անհնար է, որովհետեւ առաջնորդը մեկն է, մարդիկ 1000 է, բոլորի հետ անհատապես խոսելը ֆիզիկապես անհնար է եւ հետեւաբար ստեղծվում են կառավարման ավելի բարդ համակարգեր, որպեսզի կարողանան այս մարդկանց հաշտ ու համերաշխ կառավարել։ Երևանի բնակչությունը, եթե չեմ սխալվում, Հայաստանի ողջ բնակչության 50%-ն է կազմում։ Ինչ եք կարծում, հնարավոր է, որ դրա հետևանքով լինի շատ ավելի ագրեսիա, քան եթե ամեն ինչ բաժանված լիներ ավելի ճիշտ։ Կարծում եմ Երևանը մեր քաղաքը այնքան ծանրաբեռնված ու ակտիվ կյանքով ապրում, որ մենք ցավոք չենք կարող հաստատ ասել, որ հենց միակ այդ պատճառն է, որովհետև շատ պայմանավորված է նաև մեր քաղաքական վիճակով երկրի, մարդկանց տրամադրվածությունը, ագրեսիան եւ այլն, նաև կապված է մշակութային ժառանգության հետ, մենք որոշակի մշակութային ժառանգություն ենք մեզ հետ տանում ու այդ ամեն ինչը սկսում է հետագայում մեր կյանքի որոշ քայլերում ազդել, նաև մի տարբերակ էլ կա, որ մարդիկ սկսել են սիտուատիվ արձագանքել իրականությանը։ Այսինքն, եթե մարդը ապրում է օրինակ օրվա 10 ժամը, 15 ժամը իրականության մեջ, մնացած 8 ժամը անցկացնում է հեռախոսում եւ հետեւաբար մարդը բնականաբար կիսում է իր կյանքը թվային եւ ոչ թվային աշխարհի մեջ, իր կարծիքը ոչ թե միայն ձևավորվում է քաղաքով, այլ նաեւ աշխարհով, որովհետեւ մենք վերցնում ենք ինֆորմացիան ոչ միայն Երևանից, այլ նաեւ աշխարհից։ Մտնում են լուրեր են կարդում եւ այլն, աշխարհի օրակարգը նույնպես սկսում է ազդել մեր գիտակցության, աշխարհի ընկալման վրա։ Այդպես կարծում եմ, որ Երևանում ծանրաբեռնվածությունը դեր ունի, բայց ոչ անհրաժեշտ ու բավարար պայման է, որ մենք ասենք, որ դա միայն ազդում մարդկանց ագրեսիայի վրա։ Դավիթ, որպեսզի կարողանաք այս ամենը նաև դիտել որևէ կերպով, ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ շաբաթ օրը ժամը 12-ից սկսած կարող եք մուտք գործել Չէին սպասում .am կայք, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ձեր հաղորդումը նույնպես այնտեղ տեղադրված լինելու ժամը 12-ից սկսած, ինչպես նաև կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական ալիքներում, որտեղ նույնպես տեղադրված են բոլոր հաղորդումները։ Իսկ հիմա անդրադառնանք ուտեստին, ինչ ենք անում։ Մենք հիմա ավարտեցինք կարտոֆիլի կտրատման արարողությունը, իսկ հիմա հաջորդ միջոցառումն է տաքացնել ու յուղը տարածել ամբողջ թավայով մեկ։ Միսը պետքա մի փոքր սկսի փափկել ու եփել, որ մսի վրա արդեն նոր ավելացնեն կարտոֆիլը։ Դասական տապակայից տարբերվում է նրանով, որ այստեղ կարտոֆիլը տենց
չի կարմրում, կիսաշոքեխաշած վիճակում է։ Փափվում է ու շոքեխաշվում է, բայց հետաքրքիր համաստացվում յուղի հետ այդ ջերմային process-ների արդյունքում։ Որքան ժամանակ է մեզ անհրաժեշտ մինչև միսը տապակվի մի փոքր։ Ինձ թվում է 10 րոպեն բավական է, ավելի քիչ նույնիսկ մի փոքր։ Ես առաջարկում եմ այս պահին դադարեցնենք նկարահանումը, այնուհետև կվերադառնանք եւ մեզ հետևող մարդկանց ցույց կտանք, թե ինչ process է այդ պահին ընթանում։ Համաձայն եք։ Համաձայն եմ։ Շնորհակալություն։ Փաստորեն այդ կապիկների էքսպերիմենտը նաև մարդկանց վրա է աշխատում, ճիշտ եմ հասկանում։ Կապիկները իրար շատ։ Այսինքն եթե քանակը քչացնում ես մարդկանց, եթե պետքա օրինակ այս տարածքում ապրեր 120 հոգի, բայց ապրում է 50 հոգի, ավելի հեշտանում է կառավարումը, թե ավելի դժվարանում է, որովհետև մարդկանց աշխատունակությունն էլ անկնում, որովհետև ցանկություն չկա, կամ եթե շատացնում ես ավելի ագրեսիվ են դառնում։ Ռեսուրսներն են սահմանափակ եւ կապիկների դեպքում եւ մարդկանց դեպքում, երբ որ դու որոշակի խմբի մեջ ես մարդկանց միավորում, իրանք ինչ որ տարածքում են գոյատևում։ Բնականաբար ամեն օր տարածք չեն փոխում, իրանք ինչ որ տարածքում ունեն ինչ որ սահմանափակ թվով ռեսուրսներ։ Երբ որ շատ ենք, պիտի այդ ռեսուրսները իրար մեջ կիսենք ու բնականաբար այդտեղ ինչ որ շատ ադմինիստրատիվ ռեսուրսներ են պետք, որ կարողանաս դա անենց բաշխել, որ բոլորին հասնի հավասարաչափ, արդար եւ արդարության զգացում ընդհանրապես շիմպանզեների մոտ էլ կա։ Դա միայն մարդկային զգացում չի։ Ֆրանս դե Վալե իր գրքերից մեկում կոչվում է Պոլիտիկա ու շիմպանզե, փայլուն կերպով նկարագրում է ոնց են կապիկները միավորվում խմբերի, հարձակվում այլ խմբերի վրա, ինչպես են իրենք որոշում ով են թշնամի, ով թշնամի չէ, իդեպ երբ անընդհատ ասում են որ մարդիկ միակ տեսակն են աշխարհում, որ զենքով սպանում են իրենց նմաններին, դա այդպես չի։ Կապիկները նույնպես զենքեր են ստեղծում ու այդ զենքերով հարձակվում են խմբերով, պատերազմում են, այո, նույնիսկ ասեմ, մի հետաքրքիր էքսպերիմենտ էր արել գիտնականներից մեկը, որ Ամերիկայում մի հատ տարածքում, որտեղ աղբաման կար, մեծ աղբային կույտ էր ու այդ կույտի մեջ բնականաբար շատ սնունդ կար, այդ տարածքում ապրող բոլոր կապիկները իրար հետ սկսել էին պատերազմել, ով կտիրանա հենց այդ աղբային կույտին ու այդպես մենք ականատես ենք լինում նման իրավիճակների իրական կյանքում նույնպես մարդկանց մոտ խնդիրը նույն կերպ է լինում։ Լավ, ում աղցանը պատրաստենք։ Հա, անցեք պատրաստելու։ Դավիթ, շարունակում ենք բուրըն գործունեություն ծավալել։ Պետք է հիմա մի խոհանոցում Z հավելացնենք, որովհետև հրաշալի բույր է տարածված։ Ես չէի էլ կասկածում իհարկե, սա իմ ամենասիրելի ուտեստներից մեկն է։ Եվ խոսենք կրկին ձեր մասին։ Հետևելով ձեր սոցիալական էջերին, ես հասկացա, որ դուք շատ մեծ ուշադրություն եք դարձնում նաև խոսքին։ Այո։ Եվ նույնիսկ այդպիսի հոլովակ ունեիք, որտեղ խոսում եք, թե որքան կարևոր է խոսքը, նույնիսկ ասելը ինչեր կարող է փոխել։ Մի փոքրիկ դետալ, բայց փոխում է ամեն բան։ Ունեք արդյոք տվյալ մասնագիտությամբ կրթություն, թե դուք ինքներդ ուսումնասիրել եք եւ այդ առումով ինքնուս եք կարելի ասել։ Այդ առումով ինքնուս եմ, այդ առումով ստիպված մասնագիտական պահանջներից ելնելով սովորել եմ, քանի որ իմ գործում կարևոր է մարդկանց առաջ ներկայանալ, գրագետ, գեղեցիկ, հետևաբար դա իմ մասնագիտության մեջ համարվում է փափուկ հմտություն, պարտավոր եմ ուսումնասիրել եւ այսօր աշխարհը այնպեսին է դարձել, որ պարտավոր են ուսումնասիրել կարծում եմ բոլորը։ Կյանքի բերումով մենք մեր խոսքով դա ամենակարևոր վերբալ գործիքներից մեկն է, մենք գրավում ենք մարդկանց, տպավորություն ենք ստեղծում մեր մասին, մենք դրանով հիշվում ենք, սիրվում ենք եւ այսօր երկրի նախագահ դառնալու համար մարդիկ խոսք են մշակում, տեքստեր են գրում եւ այդ խոսքերի միջոցով գրավում են մարդկանց սրտերը, հետեւաբար խոսքը շատ մեծ ուժ ունի, ճիշտ է, ինտերսուբյեկտիվ երևույթ է, այսինքն օբյեկտիվ իրականության մեջ գուցե մեր խոսքերը ոչինչ չեն տալիս, բայց եթե մարդիկ հասկանում են մեր մեսիջը, մեր նպատակը, շատ բան կարող է փոխել խոսքը։ Ու այս պահին ես սեմինար ունեմ, որը արդեն տեղերը վաճառվել են ամսի 24-ին, մենք հանդիպելու ենք իմ լսարանի հետ եւ խոսելու ենք այն մասին, թե ինչ է խոսքը եւ ինչու է կարեւոր տիրապետել այդ հմտությանը, որովհետև այսօր մենք կարծում ենք, որ բավական է լինել լավը, բարի կամ ունենալ լավ մտքեր եւ վերջ, բայց երբ գրագետ ու պրոֆեսիոնալ մարդիկ
չեն խոսում գրագետ ու սիրուն, այդ բացը, այդ դատարկ տեղը լրացնում են անգրագետ ու ոչ պրոֆեսիոնալ մարդիկ։ Շնորհակալություն Դավիթ, սա ինձ ամենահուզող հարցերից մեկն էր, որովհետև հիմնականում կոմենտներում ինձ մուրճում, քլնգում եւ սղոցում են հենց այդ պատճառով, որ ես խոսում եմ գրագետ, բայց ինչևէ, շնորհակալություն, որ մասնագետի կողմից ստացանք այս հետաքրքիր դիտարկումը եւ խորհուրդը։ Մի հարց նույնպես հետաքրքրում է կապված խոսքի հետ։ Առաջին հանդիպմանը, գործնական հանդիպման մասին է խոսքը։ Լինել ավելի անմիջական խոսքով, թե լինել ամեն դեպքում պաշտոնական խոսքով։ Առաջին ամենակարևոր բանին անդրադարձակ, հանրային եւ ոչ հանրային խոսքի մեջ մեծ կարևորություն ունի լսարանը, որովհետեւ մենք չենք խոսում ինչ որ ռոբոտների կամ մեքենաների հետ, որպեսզի ինչ-որ մի ունիվերսալ մեթոդով բոլորին մոտենանք ու դա լինի ճիշտ։ Շատ մեծ դեր ունի ուսումնասիրելը, թե ում հետ ենք խոսում։ Ես ունեցել եմ հաճախորդներ, ում հետ առաջին րոպեից դույով ենք խոսել, որովհետև իրենք այդ տեսակ մարդ են։ Մարդիկ կան, ում հետ երբեք դուքից չենք անցել դուի եւ այդպես նորմալ է եղել եւ իմ համար։ Հետեւաբար ունեմ իդեպ գործընկերներ, ում հետ 2-3 տարի իրար դուքով ենք շփվել, հետո նոր անցել ենք դուի։ Ու նաև կարևոր է հասկանալ, որ դիմացինին դուր է գալիս, երբ դուք իրենից տեղեկացված եք։ Շատ հայտնի արտահայտություն կա, եթե ուզում եք մարդկանց դուր գա ձեզ հետ զրուցելը, ուրեմն խոսեք իրենց մասին։ Մարդիկ սիրում են, որ իրենց մասին խոսեն, եւ երբ ասում եք օրինակ ես ձեր մասին լսել եմ, որ դուք sense բան եք արել, մարդուն հաճելի է, որ դուք իրեն ուսումնասիրել եք, խորացել եք, իր պատմությունն եք նայել, նշանակում է ինքը իր կարևորության զգացումը դրանով բավարարում է։ Խոսքը այդպիսի հետաքրքիր ուժ ունի, էլի։ Երբ որ օրինակ հանրային ելույթ է լինում, ես միշտ հետաքրքրվում եմ, ովքեր են գալու, ինչ տեսակի են, ինչ տարիքի են, ինչ մասնագիտության, ու միշտ գրանցում անելուց ես միշտ նշում եմ, որ մարդիկ այնտեղ գրեն իրենց մասնագիտությունը, որովհետև այդպես ես հասկանում եմ ում հետ եմ խոսելու եւ ավելի լավ կլինի ինչի վրա շեշտը դնել եւ ինչին երկար անդառնալ։ Կա մի այդպիսի չգրված օրենք, ասում են բիզնեսում առաջին հանդիպմանը պետք է ասել ոչ այո, ոչ էլ ոչ, այլ պատասխանել կմտածեմ եւ կանդրադառնամ այն ամենին, ինչի մասին խոսել եմ։ Արդյոք դա իր մեջ ունի որևէ ճշմարտության տարր։ Վերադառնանք կապիկներին, ինչպես։ Ահա։ Որովհետեւ այստեղ կարևոր է ձեր ստատուսը, դուք ով եք։ Եթե խոսում ենք նրա մասին, որ ձեր ստատուսն ավելի բարձր է դիմացինից, ուրեմն այո։ Եթե ձեր ստատուսը դիմացինից ցածր է եւ դուք պետք է ինչ-որ մի բան է ձեզ պետք է դիմացի մարդուց, ապա չհամաձայնելը անմտություն կլինի, մի քիչ անլուրջ կլինի, էլի, դրանով ոնց որ դիմացինին ասեք, գիտեք ինչ կա, ես եմ այստեղ որոշողը, մինչդեռ բոլորը գիտեն, դուք էլ իրենք էլ գիտեն, որ դուք չեք այստեղ որոշողը, կարևոր են պայմանները։ Դրա համար նորից պետք է ուսումնասիրել դիմացինին, հասկանալ ում հետ եմ զրուցում, որ հետո ձեզ չասեն դուք չգիտեք ում հետ եք խոսում։ Այդ արտահայտությունը շատ ցավոտ է, երբ քեզ ասում են, որ դուք ոչ ռելևանտ, ոչ համապատասխան ես զրուցում դիմացինի հետ։ Բայց դա արդեն բանակցությունների արվեստ է։ Դավիթ, կա տարբերակ կափարիչ ունենալու այս ամենի վրա, որպեսզի ձայնը չխանգարի մեր զրույցին։ Իհարկե, ավելին ասեմ, որ մեզ պետք է անպայման կափարիչ, որովհետև առանց կափարիչ ամբողջ հեղուկը մեջից կգնա, եւ մենք չոր տապակակ ուտենք։ Ինչ որ պայից սկսած իր հեղուկը պետք է մեջը մնա, որ շոքե խաշվի։ Դավիթ, արդեն սեղանի շուրջ ենք, եկել է երանելի պահը, երբ մենք պետք է փորձենք այն ամենը, ինչը դուք պատրաստել եք մեզ համար, բայց մինչ այդ կխնդրեմ, որպեսզի անվանակոչեք ուտեստը։ Քանի որ բանակում ես առաջին անգամ ստացա այս շեդևրը, երևի կոչենք հենց բանակային դելիկատես։ Հրաշալի էր, ոչինչ չունեմ ասելու։ Դուք կողմ եք այդ տարբերակը։ Ես իհարկե, ես ով եմ, որ կողմ չլինեմ կառավարչի խոսքերին։ Եվ այսպես, թույլ տվեք հյուրասիրել ձեզ։ Շնորհակալություն։ Եվ դուք առաջինը կերեք։ Հյուրասիրեմ։ Շնորհակալություն։ Իդեպ այս աղցանը կոչվում է ամառային։ Կարող եք ասել ինչու։ Որովհետև մի քանի օրից ամառ է։ Ինչու է կոչվում ամառային։ Ես չգիտեմ ուղղակի ձեզի հարցը։ Բայց ձմռանն էլ է այն կոչվում ամառային, որովհետև երևի թե սեզոնային բանջարեղենի հետ է կապված, որովհետև այն ժամանակ, երբ սա անվանում էին ամառային, չկար հնարավորություն ջերմոցներում ստանալ լոլիկ եւ վարունգ հիբրիդային տարբերակով։ Գուցե։ Եվ այսպես անցնում ենք համտեսելուն։
Այո։ Ես վստահ եմ, որ Ես սկզբում փորձեմ, հետո դուք տեսնեք, որ ես ողջ եմ մնում նոր Ես գիտեմ, որ դուք ողջ եք մնալու, որովհետև պատրաստման ողջ ընթացքում ձեր կողքին կանգնած եմ եղել։ Դուք ավելացրեցիք նաև ընթացքում սխտորի փոշի, որը մենք եթերային ժամանակի սահմանափակ լինելու պատճառով չհասցրեցինք ցուցադրել մեզ հետևող մարդկանց մեր ակնդիրներին, հետ այսօ այդ բառը մենք շատ ենք օգտագործելու։ Փորձեմ ձեզ մաղթեմ, մեզ մաղթեմ իհարկե բարի ախորժակ, որից հետո կանցնենք արդեն բուրըն ուտելու պրոցեսին 1 րոպե։ Դելիկատես եւ իրոք որ դելիկատես։ Շնորհակալություն Դավիթ, ամեն ինչ հրաշալի էր, մեզ բարի ախորժակ։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Զարմացրել եք անկեղծորեն։ Բարի ախորժակ։ Արժեր 2 տարի սպասել, որ դու ծառայեիր, ավարտեիր, գայր ու մեզ համար սա պատրաստեիր, որովհետև շատ հետաքրքիր է, շատ Կարտոշկով չէ sense բանը։ Կարար անունը լիներ նաև տղավարի։ Տղավարի։ Չէ՞։ Շատ համով։ Դավիթ ջան, մեզ կմիանաս ուտենք, այնց համով։ Միանալու է, հավատացնում եմ, միանալու է։ Ամենահամով բայերը բաց կթողնես։ Չէ, շատ լավն էր։ Իրոք տպավորիչ էր։ Բայց հեշտ ու արագ պատրաստվող ու իրոք տարբերվող համունի, չէ՞։ Շատ, հատկապես սխտորի փոշին ամեն ինչ փոխեց։ Պետք է մի փոքր ուղակի կրեատիվ լինել, ինչ որ համունքներ հավելացնել, որ համով լինի։ Լավ, դե բարով կառավարեք։ Դավիթ, շնորհակալություն միաժամանակ շատ համեղ, բայց պարզ բաղադրատոմսով մեզ զարմացնելու համար, ինչպես նաև շնորհակալություն աննախադեպ շատ ինֆորմացիոն զրույցի համար։ Սիրով ձեզ եմ շնորհակալ, որ եկաք։ Լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն։ Որ թողնեինք հակը մնային ու կուտեին։ Մի խոսքով, գնեք գրողի տարած մոտիվացիա գիրքը եւ կարդացեք եւ իհարկե լավ եղեք։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.